Փառք Հիսուսին։ Սիրելիներ, երեխաները, որ ստեղ կանգնած էին, խոսքս կրկնում եմ, անչափահաս երեխաների մասին է։ Շուտով որ հափշտակություն է լինելու, շուտով, իրոք դա է տանում։ Գիտեք, շատ երեխաներ, որ երկրի վրա մնան, պատճառը ծնողներն է լինելու, որտեղ առանց ծնողի, եթե ընտանիքի մեջ մեկ հոգևորը հափշտակվում է, ամուսինը կլի թե կինը, երեխաները հափշտակվում են։ Եթե երկուսն է մնում են, երեխան էլ է մնում։ Հիշեք Նոյի տապանը, խի մի հատ երեխա չկար, երեխեքն են մեղավոր, ոչ ծնողները։ Ծնողները չուզեցին մտնել, երեխաները տուժեցին։ Դրա համար եղբայրն է, որ կարդաց, Աստված սիրում է երեխեքին, բայց մենք պիտի սիրենք, եթե սիրում ենք, ուրեմն Տիրոջ խոսքի մեջ պիտի ճշմարիտ քայլենք։ Նայեք, եղբայրը խոսեց, ասում է գոհություն մատուցանեք, շատ անգամ մեր շրթունքներից այդ գոհությունը այնպես չի բարձրանում, ոնց որ Տերն է ուզում։ Տեսեք, մի համար պիտի կարդամ, պիտի շատ կարճ կապեմ, բայց այս խոսքերը շատ կարևոր են։ Երկրորդ օրինաց 22-րդ գլխի 9-րդ խոսքից եմ կարդում։ Այգիդ մեջ այլևալ սերմեր մի ցաներ, որպեսի ցանած սերմիդ արդյունքը ու այգիդ բերքը չպղծվի։ Շարունակությունը. Եզմը ու էշմը մեկտեղ երկիրը հերկելու մի գործածիր։ Բուրդով ու քթանով գործված այլախար հանդերձ մի հագիր, հագած հանդերձը 4 ծայրերը ծոպեր շինե։ Սեներ, սա շատ մեծ իմաստ ունես խոսքերը։ Տեսեք, առաջինը սերմ ասում, հետո կենթանին ասում, էշն ու եզը, հետո շորն ասում։ Սրանք բոլորը տանում են մեկ մտքի, բայց ես կարճ պիտի կապեմ։ Նայեք, սա առաջի խոսք ինչ ասում, այգիդ մեջ, չի ասում այգիների մեջ։ Այգի սա անձնական է։ Ամեն մեկը ով այգի ունի, գիտի, որ այգին ցանկապատում են, բայց արտը, տեսել եք դաշտի մեջ արտ լինի ու ցանկապատ են։ Դեռ արտը չէ ցանկապատում, բայց այգին անպայման ցանկապատում ես։ Դրա համար խոսքը անձնական է։ Այգիիդ մեջ ասում է տարբեր այլևալ սերմեր մի ցանիր, որպեսի, նա ինչ ասում, սերմիդ արդյունքը ու այգիդ բերքը չպղծվի։ Շատ հետաքրքիր է, սերներ, դրա համար պիտի մենք հասկանանք, այգին դա հոգևոր մարդուն է, իսկ արտը ինչպես Հիսուս բացատրեց աշխարհն է, չէ, որ սերմացան է առակ, որ հետո ասում է, մեկնաբանում է Հիսուս, ասում է արտը աշխարհն է, բայց երբ մենք կարդում ենք Եսայի 5-րդ գլխի մեջ, ինչ ասում, եւ ասում է այգի մտեց եւ ցանկով պատեց, նույնը Մատթեոս ավետարան 13-րդ գլխի մեջ ասում, այգի մտնեց, հիմա բանը ինչումն է, այլևալ սերմեր չցանես։ Մենք գիտենք, որ երբ որ մենք կարդում ենք Մատթեոսի 13-րդ գլխի մեջ, ինչ ասում, սերմ ցանողը սերմ ցանեց, սերմեր չցանեց, բայց սերմեր աճեցին։ Պատճառն ի՞նչն էր։ Մենք բոլորս գիտենք, չեմ ուզում տեղը կարդամ, ասում է երբ կքնանար։ Իր թշնամի եկավ եւ որոմը ցանեց։ Եվ այդ որոմը հեշտ իր հետ աճում է։ Սեներ, շատ անգամ մարդիկ նայելով չեն տեսնում, թե որոմը, թե ցորենը։ Բայց թե ինչ ասեց, նայեք, ասում է, որ արդյունքը պղծավելու է։ Կորինթացիների, առաջի Կորինթացիների մեջ սերիներ, 3-րդ գլխի մեջ պարզ ասում է, թե ոնց պիտի այդ սերմը աճի, որ որում չլինի մեջը։ Ասում է, նայեք կարդում եմ 3:6, ասում է ես տնկեցի, այսինքն Պողոս առաքյալը
երբ սերմը ցանեց, այսինքն Աստծո խոսքը տվեց, ապողոց ջուր տվավ, բայց Աստված աճեցուց։ Սեներ, շատ կարևոր է, որ Աստված աճեցնի։ Աստված երբ է աճեցնում, երբ իր խոսքին ես հնազանդում։ Բայց նայեք, երբ որ կարդում ենք Եսայի մարգարեության մեջ, նայեք, Եսայի մարգարեության 47:10-ից եմ կարդում։ Նայեք ինչ խիստ ասում։ Դու քո չարությանը ապավինեցիր, ուսեցիր, զիս տեսնող չկա։ Քեզ գլխի հանողը, այդ օտար սերմը, որ ցավում է քո մեջ, քո այգի մեջ, ով է պատճառը, հարևանը չի, եղբայրը չի, քույրը չի, որ շատերը պատճառը բռում, տեսեք Աստծո խոսքը ինչ ասում։ Քեզ գլխի հանողը քո իմաստությունը ու գիտությունն է, սրտիդ մեջ ասիր, ես եմ ու ինձ մեզ ատ մեկը չկա, անոր համար քո վրա ձախորդությունը պիտի գա, որուն ուրկե ծագիլը պիտի չգիտնաս, քո վրա թշվառությունը պիտի իննա, որը ետ դառնալու կարող պիտի չլաս, քո վրա հանկարծ ավերվում պիտի գա, բայց դու պիտի չգիտնաս։ Ինչի համար, որտեղ չարություն արեցիր, որտեղ Աստծո խոսքը թողելով քո իմաստությանը վստահեցիր։ Այսօր ինչի այսքան տարբեր տեսակ հավատքներ։ Մարդիկ անհավատների չեն ասում, չգիտենք ուր գնանք, որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց երբ քո այգի մեջ սերմը մեկն է լինում, քո այգին Աստված աճեցնում է, բայց երբ օտար սերմեր են գալիս, ինչպես Իսրայելին ասեց, նայ ով Իսրայել, ես եմ քո Աստվածը, բայց Իսրայելը թե բաղամին պաշտեց, թե ամեն տեսակ կուռքեր, թագավորները բերում էին, անգամ Աքազ թագավորը ինչ արեց, Աստծո սեղանը դուրս հանեց, Ասորեստանի սիրունը բերեց դրեց, դրա համար ինքը խերը տեսավ, և ստեղ ինչ ասում, ասում, բայց դուն պիտի չգնաս քո վրա հանկարծ ավերվում կպիտի գա, և երբ որ կարդում ենք էլի Եսայի մարգարեության 17-րդ գլխի նորից 10 խոսքից, նա ինչ ասում, ընդեղ ինչ ասում, քո չարությանը, հիմի ստեղ տեսեք ինչ ասում, քանի որ դուն քո փրկության Աստվածդ մոռցար, երբ ես քո այգիդ մեջ թույլ տալիս, որ օտար սերմը աճի, երբ դու քնած ես լինում, թշնամին չի քնում երբեք, սպասում է այդ պահին, երբ դու հոգևորապես քնես, երբ դու ուրիշ տեղեր նայես, սերմեր աճեցնես, դու նայեք ինչ ասում ստեղ, առաջինը փրկությանը Աստվածը մոռցար և քո զորության վեմը չհիշեցիր, մոռացար ինչպես ապաշխարեցիր։ Մենք նայում ենք Իսրայելի պատմության մեջ, Սավուղը էշ էր ման գալիս, թագավոր եղավ, մոռացավ, որ Աստված իրեն բերեց ժողովրդի մեջ դրեց, ամբողջ իր ազգը ասեց դու պիտի ղեկավարես, բայց երբ եկավ պահը, այն օտար սերմը որն էր, երբ Սավուղը լսեց, որ Դավիթին վիրավորները տվին, այդ իրա մեջ այդ օտար սերմը աճեց, բայց տարիներ անցան, որ ինքը անգամ արգիլել էր վհուկներին, սպանել էր տվել, ինքը գնաց վհուկի մոտ։ Ինչի, այդ բոլորը, որ օտար սերմ աճեց մեջը, շարունակություն ինչ ասում, ասում է, որ անոր համար հաճելի տունկեր պիտի տնկես և օտար երկիր բերած տունկեր պիտի տնկես, օտար երկրի, օտար բանը Աստծո խոսքից դուրս է, չես վստահում Աստծո խոսքին, ուզում ես ճոխացնել, ուզում ես սիրունացնել, Աքազը ինչ արեց, որ ասեցի, հանեց այդ իր զոհասեղան, որ Տեր ասել էր, դա իմ զոհասեղանն է, իմ զոհերը ստեղ կանես, տեսավ Ասորեստանի զոհասեղանը սիրուն է, բայց պիղծ էր, բերեց դրեց Աստծո տաճարը, ասեց իմ զոհերը սրա վրա կանես, բայց Աստված չի ընդունում այդ զոհը, ինչ համար ասում է,
տնկածը ցորեկը պիտի աճեցնես, իսկ մենք ինչ կարդացինք, ասեց ես տնկեցի, ապողոջ ջուր տվեց, աճեցնողը Տերն է։ Բայց ստեղ ինչ ասում, նայ, ցանածը, ասում է ցորեկը պիտի աճեցնես, դու քո հասկացողությանով պիտի աճեցնես։ Դրա համար շատ անգամ մեր ընտանիքներում մեր զավակները օտար տեղ են գնում։ Հետո ասում են ինչի սենց եղավ։ Պատճառը սերներ։ Հարևանը չի, պատճառը դու ես։ Ավետարանն ասում, դա ես չեմ ասում։ Ինչի, որտեվ դու ես աճեցրել։ Ոչինչ, երեխա է, թո չգա, ոչինչ, երեխա է, կմեծանա գքա։ Մեծանում հետո ասում ես, Տեր Աստված, էս ինչ է, օգնի, նարկոման են դառնում, ալկոհոլիկ են դառնում։ Դրա համար սեներ շատ կարևոր է, որ դու թույլ տաս, որ Աստված աճեցնես, Աստված իր խոսքով աճեցնում սերներ։ Եթե խոսքից դուրս է քո դաստիարակությունը, Սողոմոն ինչ ասում, գավազանը զավակից մի խնայր, բայց մեր մոտ հանգարց երեխուդ վրեն գոռած կարող է ձեռիցդ վեկալեն։ Հələ անգամ Նորվեգիայում ես երբ որ մեկի հետ խոսեցինք, եթե դու երեխուն դաշնամուր է պարապում, հասարակ բան է, չէ, նայեք։ Տրված է 20 րոպե, եթե իմանան, որ դու կես ժամ ես երեխուն ստիպում, որ դաշնամուր է նվագի, ձեռիցդ վերցնում են երեխուն։ Իրանց նպատակը այն է, որ դու Աստծո խոսքով չաճեցնես։ Նրանց նպատակը մեկն է, որ իրենք աճեցնեն, դրա համար արդյունքը միշտ պղծվում է։ Եվ սա տեսեք ինչ ասում։ Ինչի համար, որ ասում է օտար երկրից, այսինքն Աստծո խոսքից չէ, դրա համար հին ուխտի մեջ ավետարան օրենքը ինչ ասեց։ Նա ասեց Մովսես, ինչ որ ես ասեցի, ոչ ավելացնես, ոչ էլ պակսեցնես։ Երբ որ ավելացնում ու պակսեցնում ես, արդեն օտար սերմ աճում։ Ժամանակից մենք շատ եղբայր քույրեր ենք տեսել, որ հոգիով են սկսել, բայց մարմնով են վերջացրել։ Դրա համար նայեք շարունակություն ինչ ասում։ Ցանածդ արտում պիտի բուսեցնես, բայց բերքի օրը հունձքը պիտի պակսի եւ սաստիկ տրտմություն պիտի ըլլա։ Երկու դեպքում էլ մենք կարդացինք տրտմություն ավերջը, ինչպես Աստծո խոսքը ասեց, երբ արդյունքը պղծվում է։ Սերներ, դրա համար այսօր շատ մարդիկ իրենց հաճո եղած ձևով են Աստված պաշտում։ Ասում ես, ասում է, մենակ դու ես փրկվելու։ Նայեք, սատանան ինչ ա բերե։ Ավետարանը ասում է, որ եթե Տերը չի աճեցնում, արդյունքը պղծվում է, բայց իրանք սիրում են այդ պղծվածներին էլ մտցնել, դա դու ես սիրում, բայց Աստված իր խոսքը ունի։ Իսկ դրա համար, երբ մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ, մենք տեսնում ենք, որ շատ անգամ արդյունքը ցավալի լինելու։ Երբ որ Սերմացանը 13-րդ գլխի մեջ, երբ որ կարդում ենք, ինչ ասում, փուշերու մեջ ցանվածը այն է, որ երբ սերմը ցանվեց, ընկա փուշերի մեջ։ Երբ խոսքը կլսե, նայեք, այդ որոմը որտեղից է գալիս։ Աշխարհի զբաղմունքը, հարստության խաբեությունը, խոսքը կխեղդեն, կլան անպտուղ։ Ես շատ անգամ եմ ասել, մեկ անգամ էլ եմ ասում, ճիշտ է կա երգ, որ երգում ենք, ասում է ճամփան փշոտ ու քարքարոտ է։ Աստծո ճանապարհը նեղ է, բայց երբեք փշոտ ու քարքարոտ չի։ Այդ փուշն ու քարքարը դու ես անում։ Տես ինչ ասում, այդ հարստության խաբեությունը ծննդոց 3:17-ում գրած է, Աստված երբ ստեղծեց, փուշ չի ստեղծել։ 3:17-ում գրած է, Ադամ, որ դու կնոջդ խոսքը լսեցիր, քո պատճառով երկիր անիծյալ է, փուշ ու տատասկ բուսեցնե։ Դրա համար այդ ճանապարհին մենք, որ փուշ տատասկի քար է լինում, դա մեր որոմներն է, որ մենք քնած ենք, այդ որոմը աճել է,
բայց մենք ուշադրություն չենք դարձնում։ Դրա համար շատ անգամ մենք տուժվում ենք, շատ անգամ։ Դրա համար սերներ, ես էլ ասեմ, շատ հետաքրքիր է այդ խոսքերը, բայց այս երկրորդն էլ 22-ի 10-րդ խոսքը, նայեք ինչ ասում, ես էլ ասեմ արագ, եզմը ու էշմը մեկտեղ երկիրը հերկելու մի գործածեր։ Ով ա տեսե հերկելուց էշն ու եզը իրար հետ դες բան չկա, բայց ինչի ասում, սեներ, այս կենթանիները բնույթ ու բնազդ ունեն։ Եսայի մարգարեության առաջ գլխի մեջ, այնտեղ պարզ ասում է, այդ բնազդները որոնք են։ Եզը իր տերը կճանչնա, էշը իր տիրոջ վսուրը։ Այսինքն, սերներ, էշը մի բնավորություն է, որտեղ տանես, վերադառնալու է իր տունը։ Դրա համար անապատներում առաջներում, որ գնում էին, էշը միշտ ուղտերի հետևից էր գնում։ Երբ հետ էին վերադառնում, էշը առաջներ էնում, ոնց գնան հենց կեթա, նա ոչ հիշողություն դեց Աստված ստեղծե։ Բայց եզը մի բնույթ ունի, որ հերկում են, միջև տերը կողքը չգա, իշքան կուզես ճիպոտով խփի ճուճ, առաջ չի էթա։ Տերը պետք է լինի։ Իսկ ճիպոտով է չի խփես, գալիս է արդեն գիտի։ Դրա համար մարդու բնույթը սերներ, մարդ այդ բնույթն ունի, միշտ հինին է գնում։ Իր տունն է գնում, առաջվա հին բնույթին է գնում։ Դրա համար ասում է, որ այդ երկուսը իրար հետ չեն կարա լինեն։ Այսինքն միշտ մտածես Եգիպտոս, ինչպես Իսրայելն էր մտածում։ Այդ բնավորություններ, ինչ լավություն, ինչ հրաշքներ, ինչ էր տեսնում էր Եգիպտոսը, սոխ ու սխտորը, մստերը։ Շատ անգամ այնքան հավատացյալների բերնից ենք լսել, ոչ հոգևոր իհարկե։ Այն վաղտ ինչ լավ էր, ոչ մեկը խաթրիչ չէր կպրում, ամեն ինչ ունեինք, էսի լավ էր, էնի լավ էր, ամեն բան կար։ Դրա համար միշտ հիշում է հինը, բայց եզը ունի բնավորություն, մինակ տիրոջ առաջնորդությամբ է շարժվում։ Դրա համար այդ մեր մեջի երկու բնույթը պիտի հանենք, որ արդյունքը չպղծվի սերնիներ։ Չեմ ուզում շատ երկար խոսեմ, գանք աղոթքի։